Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այդ համաձայնությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել, թեև պահանջներ ամեն դեպքում ստորագրման համար Ադրբեջանը հնչեցեց, բայց հայտարարվեց, որ փաստաթուղթը համաձայնեցված է, փաստենք ինչպես։ Սա հերթական ձախողումն է Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես դիվանագիտության։ Միակ հիմնավորումը, որ արտգործնախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն։ Դա բխում է Հայաստանի շահերից, այսինքն Ադրբեջանը ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են, եւ հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ։ Թե Տիկին Վարդանյան Քրիստինեն, թե ես երկու անգամ այդ հարցը տվեցինք, նշեք գոնե մի հարց, որում Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանանք ասենք եղել է փոխզիջում։ Ալմաթայի մասին առաջին Ադրբեջանն էր խոսում դեռևս 2008 թվականի դեկտեմբերի 29-ին, այդ փաստաթուղթն էլ կա։ Եվ այնտեղ վարչական սահմանների մասին ընդհանրապես խոսք չկա, այսինքն եթե արտգործնախարարը չի կարողանում մի զիջում ներկայացնել Ադրբեջանի կողմից, ինչի մասին է խոսում։ Այն առումով, որ դուք ինչպես դուք եք պնդում, դա միակողմանի կատարված պահանջների փաստաթուղթ է։ Այո, հայկական որևէ պահանջ, որ Ադրբեջանը համաձայնվել է, որին Ադրբեջանը զիջել է, չենք տեսնում։ Այսինքն փոխզիջում չի կարելի կոչել մի գործընթաց, որտեղ մի կողմը անընդհատ զիջում է։ Այսինքն հիմա պարոն Խաչատրյան, դե գիտեք ինչ է, եթե ես ձեզանից ձեր միկրոֆոնը ուզեմ, դուք առանց վարանելու տակ սիրահորժար մի հատ էլ բանտիկ կապեք, ես կարիք չեմ ունենա ուժով պոկելու, ինչ ուզելա տվել են։ Այսինքն պետք է չստորագրվի հիմա այս փուլը համաձայնեցված են իրենք այդ։ Մի րոպե հեր մի հարցին պատասխան Ինչ է կարծում, հիմա մենք ունենք այս իրավիճակը, ինչ պահանջել են, ինչպես նշում եք, կատարում է Հայաստանը, ինչպես պետք է անենք, այսինքն չստորագրվի այս փուլում եւ ընդդիմությունը ինչ է անելու, որ այդ փաստաթուղթը չստորագրվի։ Նայեք, ադրբեջանցիները հայտարարել են, որ այս փաստաթղթի ստորագրման նախապայմանը սահմանադրական այդ բարեփոխում բառը չեմ ուզում ասեմ, ադրբեջանական պահանջով սահմանադրության փոփոխություն։ Եվ ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ թուղթը, որի նախագիծը միգուցե Բաքվում է գրվել եւ ուղարկվել է այստեղ, չանցնի։ Պարոն Խաչատրյան, Որտես մի հոգու եմ կարող լսել միաժամանակ։ Ձեր մյուս հիմա խորհրդարանական մյուս գործընկերները, հանրապետականները արդեն հայտարարել են, որ սա երկրորդ կապիտուլյացիան է։ Կիսում եք նրանց դիրքով։ Ես եկեք ուրիշ երկրորդ թիմի որևէ կարծիք չմեկնաբանել։ Փաստաթուղթը, որը մենք դեռ չենք տեսել, բայց այն ինչ որ մենք տեսել ենք, դա չգիտեմ 6-րդ վերսիան է, 7-րդ վերսիան է։ Չէ, որը որ մենք ենք տեսել։ Կարծեմ վերջի վերսիան 8-րդն է, որը տեսել ենք։ Դրանից հետո ադրբեջանական պահանջների մենյուն լայնացել է, ես չգիտեմ հիմա այնտեղ ինչ թուղթ կա, բայց այն ինչ որ ես եմ տեսել, այն ինչ որ մենք ենք տեսել, խաղաղության որևէ տար իր մեջ չի պահանջում։ Դա միանշանակ ադրբեջանական պահանջներ։ Եթե այդ ամեն ինչը ստորագրվի, եթե ադրբեջանական մյուս պահանջներին ենթարկվեն, բա ինչ է, թե ոչ կապիտուլյացիա։ Պարոն Խաչատրյան, երեք Արայք Հարությունյանը գրառում էր արել, որ Հայաստանի որևէ իշխանություն նախկինում դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու, այն մեկը սիրահարված թողեց գնաց, նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուսներն ֆռռցնելով ուրիշ բան բանակցելով ուրիշ բան են արել, միայն Թաշինյանն է, որ այսպես դուխ է ունեցել այդ խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու։ Այդ ով ասել կներեք։ Արայք Հարությունյան։ Աշխատակազմի ղեկավարը։ Այսինքն ճշնամու առաջ ծնկի գալը դուխ է պահանջում, հա պարտվելը քաջություն է պահանջում։ Պարոն Խաչատրյան ասեցին, դա դուք անեիք, Գիտեք, բժշկության եւ քաղաքականության եւ ընդհանրապես բոլոր բնագավառներում կա մի մոտեցում՝ մի վնաս։ Այսինքն եթե չես կարողանում իրավիճակը շտկել, այլ ավելի մի փչացրա։ Հիմա եթե իրանք ինչ արեցին, իրանք ընդունեցին մի իրավիճակում առաջարկը, որը դրված էր սեղանին, դա կրակվի հունվարի 18 թվականի փաստաթուղթն ինքը դա կարդացել է, կապանում է կարդացել։ Հիմա մենք ինչ ունենք ելքում։ Դա դուխ է պահանջում։ Պարոն Խաչատրյան, ինչու են հիմա շատ շտապում։ Իրավիճակում դուք կարող եք Արարատ Միրզոյանն էլ ասեց 95-ին էլ կար ավելի լավ պայման, 95-ին լավ պայման չկա։
Հասկացա, բայց դա չի նշանակում 98-ին կար։ Որովհետև Ադրբեջանի չկար ընդհանուր համաձայնության, բայց դա չի նշանակում, որ քո պահանջը այլ է։ Այստեղ խնդիրն ինչ է, դու առաջարկ ես ներկայացնում, միջնորդները համաձայն էին, Ադրբեջանը համաձայն չէր։ Հիմա այստեղ Ադրբեջանը պահանջարկ է ներկայացնում, պահանջ է ներկայացնում, ամենքն համաձայն համջես ծնկի գալի։ Տարբերությունը դրանում է։ Ձեր հարցը ուղղակի ներողություն խնդրում։ Որ հարցը դրությունն է վերջնական ինչ-որ։ Հենց այդ դուխ ունենալու հետ էր։ Այսինքն ես էլ եմ ասում, դուխ ունենալը դուխով գլխարկ դնելն է, վրեն միլիտար դուխի փչելն է։ Դուխ ունենալը թշնամու դեմ պայքարելն է, որ ինքը չարեց։ Պարոն Խաչատրյան, դուք կարծում եք, որ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել այդ պայմանագիրը, որտեղ գիտենք այսպես գերտերությունների հետ կապված իրենք ուկրաինական հարցն են դեռ փորձում լուծել եւ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը այսպես արագ այս պայմանագիրը ստորագրել։ Այդ Ադրբեջանի աջակցությամբ։ Թուրքիա-Ադրբեջան երկու պետություն միասկ, այդտեղ ես տարբերություն չեմ դնում գոնե այս հարցում։ Փաշինյանը այո շտապում է, որովհետև Փաշինյանը ինքը եկել է իշխանության խաղաղություն հաստատելու խոստումով։ Չէ, դա էր իր խոստումը։ Առաջի խոստումը 18 թվականին երջանկությունն էր, 21 թվականին խաղաղություն հաստատելու խոստումն է եղել։ Եվ հիմա ինքը մնացել է մի տարով ու մի քանի ամիս, իրան պետք է մի հատ թղթի կտոր, անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբերլենի նման sense թափարի, ասի ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Բայց այդ թուղթը ինչ բերեց Եվրոպայի գլխին, Չեմբերլենի ստորագրած։ Նույնպես մի բան էլ ստանց Արասնաբերելու Հայաստանի Ադրբեջանը պետք է ստորագրել, պարոն Ինչպես։ Ադրբեջանը ուզում է ստորագրել, թե Հա, ստեղ ուրիշ խնդիր է։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեռ փոչ է խաղացնելու, որովհետև իրենց հայտարարությունը, չէ, եթե տեքստը համաձայնեցված է, իրանք մի հատ նախապայման են բերել, հետո մի ուրիշ նախապայման 350,000 հոգի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձան, որ ասում են Փաշինյանը թող հետը խոսա։ Բայց այդ փաստաթղթում չկա, բայց ասես ամեն ինչ չի, որ այդ փաստաթղթով է կարգավորվում։ Այսինքն սա փաստաթուղթ է, որի ստորագրությունը կարող է կախված լինի այլ նախապայմաններից։ Հիմա այս ամենը կանխելու կապված գործողություններ պլանավորվում ինչ է։ Այո, դա մասին տեղյակ կպայենք։ Հիմա դուք չեք Դիմադիրները ինչ են։ ասած ինչից։ Ես տեսնենք դրա մասին քննարկենք տեղակ կպանենք։ Բայց ամեն դեպքում ինչ քայլեր է ձեռնարկել։ Չեմ կարող հիմա դրա մասին խոսել։ Դուք իրից ուզում եք, որ ես կա պատասխանեմ ում ֆրակցիայի կամ կուսակցությունից, եւ դեռ եղել է ընդհանուր քննարկումն է։ Բայց քննարկումն է։ Այդ փաստաթուղթը, որ մեզ տանում են դժոխք, ձեզ էլ ասացին, դուք դրա խավարանով անց եք անցնելու եք։ Իսկ մենք ինչ մեղք են գործել, որ ասում որ մեղք չունի, կարող է վրաս քարկցի, եթե այդ անբանությամբ գնանք, չէ, մի րոպե էլի նարեք, դուք ինքնոջ հարցին պատասխանեմ, հետո ձեր։ Պատասխանապես խուսափում եք հարցից, պատասխան։ Խավարանի եւ մեղքերի։ Գիտեք, եթե ես նույնիսկ հիմա ավետարան մեջ բերեմ, որ անմեղա թող վրաս քարկցի, կարող եմ օրինակ դրանով սահմանափակվել։ Այո, իհարկե, մեղավոր եմ եղել, որոշ հարցում նաև մեղավոր եմ եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման կամ այլ քաղաքական ուժը դարձել է իշխանություն։ Կարող ենք տենց ասել, բայց բանակցությունները 18 թվականից սկսած, պատերազմը, յետպատերազմը, այդ ամբողջը ի՞նչն է արել։ Հիմա ճիշտ ասում, ես ասում էի նշաձողը իջեցնենք։ Ասեց ինքը արեց, որևէ ընդդիմադիրի ոչ ասածը, ոչ արածը իր վրա այդքան ազդեցություն չունեցավ, բացի այն, որ կարողացան գոնե կանխել։ Ներողություն, հետաձգել, որովհետև եթե չլինեին այդ փողոցային պայքարը, վստահ ես թուղթը իրանք շատ ավելի շուտ կանեին։ Բայց ես երեսով եմ տալիս, որ երբ պատերազմի ժամանակ Փաշինյանը եկավ ազգային ժողով ձեզ հարցրեց, բոլորը ժամանակ ազգային ժողովում չէին։ Դե անձամբ նկատի։ Մեր կուսակցությունը ազգային ժողովում չէր 20 թվական, բայց Պարոն Խաչատրյան, այսինքն լավ էլի նարեկին պատասխանենք։ Նախ որ դուք ասում եք ով անմեղա թող Դրաս կարծիք Քրիստոսն ասի, ես չեմ։ Բայց չէ կարծում որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին ընտրելու եւ հետո նրա այդ կոալիցիա կազմելու համար դաշնակցության ուղղությամբ պետքա տուֆի բլոկներ էլի նետել, չեք կարծում։ Եվ մյուս հարցս մի անգամից տամ, ԵՄ դիտորդների դուրս գալու դուք կողմ եք թե ոչ։ Մենք Եվան դիտորդների հետ կապված հիմա երկու հարցից երկու հարցը պատասխանում։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Լավ, հիմա մեզ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Եթե Հայաստանը գտնա, որ պետքա դուրս գան, պետքա դուրս գան։ Բայց հիմա այս իշխանությունները համարում են, որ եվրադիտորդների արկայությունը խաղաղության էական բաղադրիչն է։ Եվրադիտորդների հարցում մեր վերապահում ինչին էր վերաբերվում։ Առաջինը մենք պահանջում ենք, որպեսզի համաձայնեցվի մանդատը, ինչի համար են նրանք այստեղ, եւ պահանջում ենք, որ Հայաստանի իշխանություններին իրավունք տրվի կազմը հաստատելու։ Դրա մասին է խոսքը, ասկա մենք չենք ասել որևէ մեկը ստեղ անկարգ չպետք է գա։ Գալիս է ովքերով է գալի եւ ինչի համար է գալի, այդ է խնդիրը։ Բայց եթե իրանք նպաստում են Հայաստանի անվտանգությանը, կայունությանը եւ այլն, կամ անկախ որևէ բանից, կարող է հյուրանոցում են ապրում, բիզնեսին են զարգացնում։ Եթե Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը պահելն է, ով դառավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի եւ Հայաստանը դրան